Երբ Հայաստանի արտաքին գործոստնախարարությունը մտահոգություն հայտնեց Իրանի նկատմամբ կատարված հարձակումի առնչությամբ, հայտարարության մեջ նշված է, որ այդ գործողությունը հատկապես հաջորդ բանակցություններու նախօրեին լուրջ սպառնալիք է խաղաղ ջանքերուն, ինչպես նաև տարածաշրջանային գայունության եւ համաշխարհային խաղաղության համար։ Մենք կդատաբարտենք նման գործողությունները եւ գոչ կնենք անհապաղ դադրեցնել թշնամական գործողությունները, պահպանելով միջազգային իրավունքի կանոնները, ըսված է Հայաստանի հայտարարության մեջ։ Զվարթնոց միջազգային օտագայանի գայք էջենք դեղեկանանք, որ Թեհրանին Իսրայելի հարվածներուն պատճառով հետաձգված են շարք թռիչքներ, չեղարկված են Fly Dubai ընկերության Dubai-Երևան եւ Երևան-Dubai թռիչքները, Armenia Airways ընկերության Թեհրան-Երևան եւ Երևան-Թեհրան թռիչքները, Fly One ընկերության Թել Ավիվ-Երևան թռիչքը։ Նեթանյահուն հայտարարած է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողությունը պիտի շարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Իրանի կարևորագույն ատոմային կառույցի Նատանզի մեջ մի քանի բայթում լսված է։ Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ ջարակայթման արդահոսքի մասին հաղորդակցություններ չկան։ Թեհրանին Իսրայելի հարվածներուն հետևանքով առնվազն 50 անց դուժած է, որմե 35 կանայք եւ երեխաներ կհաղորդե Իրանի պետական հեռուստատեսությունը։ Իրանի մեհր եւ իսնագործակալությունները հաղորդեցին, որ Իսրայելի հարձակումի հետևանքով զոհված է երկրի զինված ուժերու գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Բաղերին։ Times of Israel նույնպես հայտնեց Բաղերի մահվան մասին։ Իրանի քերակույն առաջնորդը Հաբիբոլլա Սայարին նշանակած է Իրանի զինված ուժերու գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, իսկ Ահմեդ Վահիդը նշանակված է Իսլամական հեղափոխության պահապաններու հրամանատար։ Ատոմագայաններու միջազգային գործակալությունը հաստատեց Իրանի խոշորագույն ատոմագայանի վրա հարձակումը։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Ամերիկան չմասնակցած եւ որևէ օգնություն չէ ցուցաբերած Իսրայելի կողմեն Իրանի դեմ հարձակման։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ գրած է. «Մենք առաջվանպես հավատարիմ ենք Իրանի միջուկային խնդիրի դիվանագիտական լուծման։ Իմ ամբողջ վարչագազմը ցուցմունքները ստացավ Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրան Իսրայելին պատասխան հարվածի համար կորձի դրած է 200 օդանավ, որոնք ավելի քան 330 հրթիռ արձակած են», գահաղորդե Իսրայելի բանակի ներկայացուցիչը։ Անոր խոսքով Իրան Իսրայելի դեմ արձակած է նաև ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր։ Հուշեմ, որ 15 հունիսին Օմանի մայրաքաղաքի մեջ Իրանի միջուկային ծրագիրի հարցով նախադեсված էր Ամերիկա-Իրան բանակցություններու հերթական շրջանը։ Իսրայելի հարձակումեն հետո դակավին հայտնի չէ, թե արդյոք իրանական կողմը ցանկություն ունի մասնակցելու բանակցություններուն։ Աշխարհի տարբեր երկիրներ հանդես եկան դատաբարտող հայտարարություններով Իրանին հասցված Իսրայելի հարվածներու վերաբերյալ գահիտնի The Associated Press գործակալությունը։ Թուրքիոն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող գուսակցության խոսնակ Օմեր Չելիկ բնդած է, որ գործողությունը շեղող մարտավարություն էր, որու նպատակն էր շեղել ուշադրությունը Գազայի մեջ իր գործողություններու միջազգային քննադատութենեն։ Օման, որպես միջնորդ հանդես կուքա Ամերիկայի եւ Իրանի միջև Թեհրանի ատոմային ծրագիրի շուրջ բանակցություններու մեջ նույնպես դատաբարտած է հարձակումը։ Սաուդական Արաբիան նույնպես հանդես եկած է դատաբարտող հայտարարությամբ, իսկ ՄԱԳ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշ իր հերթին դատաբարտած է Իսրայելի կողմէ մերձավոր արևելքի մեջ ռազմական սրացում կոչնելով երկու կողմերուն ցուցաբերել առավելագույն զսպվածություն ամենքինով խուսափելով ավելի խոր հագամարտության մեջ ընկղմել են իրավիճակը, որ տարածաշրջան դժվար թե կարողանա թույլ տալ։ Ինչպես նաև Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աուն հայտարարության մեջ նշած է, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա ուղղված էր ոչ միայն իրանցի ժողովրդին, այլ նաև մերձավոր արևելքի մեջ եւ հարևան երկրներու մեջ գայունությունը պահպանելու եւ այնտեղ լարվածության սրացումը կանխելու համար կործածրվող բոլոր միջազգային ջանքերուն դեմ։ Անգոչրած է միջազգային հանրության ցերնարգել արդյունավետ եւ արագ գործողություններ կանխելու Իսրայելի գործողությունները։ Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ամենախիստ կերպով դատաբարտեց Իսրայելի կողմեն Իրանի վրա հարձակումները։ Բրիտանիա վարչապետ Կիր Ստարմեր նույնպես նշած է, որ լարվածության սրումը տարածաշրջանի մեջ ոչ մեկուն գծարայ է, նշած է Ստարմեր։ Հնդկաստանի արտաքին գործոստնախարարության խոսնակ նույնպես կոչրած է Իսրայելին եւ Իրանին խուսափելու որևէ քայլերը, նշելով, որ Հնդկաստանը սերտ եւ բարեկամական հարաբերություններ ունի երկու երկիրներուն հետ, ինչպես նաեւ Ավստրալիա եւ Նյու Զիլանդիայի կառավարությունները եւս դատաբարտած են Իսրայելի հարվածները։ Հնդկաստանի իշխանությունները կշարունակեն ցավակցական հերակիրները ստանալ աշխարհի տարբեր անկյուններեն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ցավակցություն հայտնեց Հնդկաստանի վարչապետին եւ երկրի ժողովրդին օդանավի վթարի կապակցությամբ։ Խոր ցավով դեղեկացա Ահմեդաբադի մեջ տեղի ունեցած մարդադար ինքնաթիռի ողբերգական վտարի մասին։ Մենք անկեղծ ցավակցություն կհայտնենք Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին եւ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերու, դժուժածներու եւ անոնց ընտանիքներու հետ են, գրած է Փաշինյան։ Արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան
Փաշինյան նույնպես ցավակցություն հայտնեց Հնդկաստանի արտաքին գործ նախարարին հինգշաբթի օր Հնդկաստանի արևմտյան Ահմադաբադ քաղաքի մեջ թռիչքեն քանի վայրկյաններ անց վթարի ենթարկվեցավ Air India օդանավը, որում մեջ 242 անձ կար։ Հաղորդված է միայն 1 հոգի ողջ մնացածի մասին։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյան մասնակցած է Ռուսաստանի օրվան առիթով Ռուսաստանի տեսփանադան կողմեն կազմակերպված միջոցառումին։ Փոխվարչապետը շնորհավորական ուղեր ցղած է Ռուսաստանի ազգային տոնին առիթով, վստահություն հայտնելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև գառուցողական երկխոսությունը պիտի շարունակվի աշխուժորեն զարգանալ, նպաստելով երկու բարեկամ ժողովուրդներու եւ երկիրներու միջև բազմակողմանի կապերու եւ համագործակցության ամրապնդման։ Հայաստանն ու Ռուսաստանը կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա նպատակ ունի շարունակելու փոխանցագալի եւ գառուցողական երկխոսությունը քաղաքական, ընկերային, տնտեսական եւ մարդասիրական ոլորտներու մեջ նշած է փոխվարչապետ Գրիգորյան։ Ագաթեմիական քաղաքի Նատրամի հոգաբարձուներու խորհրդի նախագահ Արայք Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդի հերթական նիստը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներուն ներկայացուց մանրամասնություններ ծրագիրի ընթացիկ աշխատանքներու մասին օրագարկի հարցերու շրջանակներու մեջ քննարկված է վարչապետի հանձնարարականի հիման վրա պատասխանատու գերադեսչություններու ներկայացուցիչներու մասնակցությամբ աշխատանքային խումբի ձևավորման հետ կապված հարցը։ Անդրադարձ կատարված է նաեւ ընթացիկ տեխնիկական այլ խնդիրներու։ Տեսփան Վիկտոր Ենգիբարյանը աշխատանքային հանդիպում ունեցած է Հեսեն երկրամասի միջազգային համագործակցության եւ եվրոպական հարցերու նախարար Մանֆրեդ Պենցի հետ։ Կդեղեկացնե Գերմանիայում մեջ Հայաստանի տեսփանադունը։ Կողմերը քննարկած են Հեսեն երկրամասի հետ Հայաստանի համագործակցությունը խորացնելու հերանեկարները, տնտեսական ներդրումներու խթանման, մշակութային համագործակցության, ինչպես նաեւ առանցին քաղաքներու միջև գործընկերության ոլորտներու մեջ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։